Հարյուրավոր լիբանանահայեր Բեյրութում ոգեկոչել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայաստանի, Արցախի եւ Լիբանանի դրոշները ծածանել են Բեյրութի կենտրոնական հրապարակում։ Հայկական Սփյուռքի ամենախոշոր համայնքներից մեկն է այստեղ։ Շուրջ 120,000 հայ է ապրում Լիբանանում։ Մեծ մասը 1915-ի օսմանյան ջարդերից, տեղահանություններից ու բռնագաղթից մազապուրդ եղածների ժառանգներ։ Մենք տեսնում ենք ցեղասպանություն Գազայում, Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում եւ Ղարաբաղում 2 տարի առաջ։ Եթե ոճրագործը պատժվեր 20-րդ դարում 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ, այսօր մենք կարող էինք կանխել նոր ցեղասպանությունները։ Փորձեցին բնաջնջել մի ամբողջ ժողովուրդ, բայց մենք ամուր կանգնեցինք, աշխատեցինք ու շարունակեցինք ապրել։ Ապրիլի 24-ը տարվա մեջ ընդամենը 1 օր է, բայց ամեն հայ աշխարհի որ ծայրում է լինի, ամեն օր ապրում է ու հիշում։ Նախորդային հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև հարևան Սիրիայի հայաշատ Ղամիշլի քաղաքում։ Սիրիահայ համայնքը սպանված հայ մտավորականների լուսանկարներով, Հայաստանի եւ Արցախի դրոշի գույներով, ջահերով երթ է անցկացրել։ Ապրիլի 23-ին նրանք հավաքեցին ավելի քան 250 հայ մտավորականների, գրողների, բանաստեղծների եւ բոլորին բնաջնջեցին։ Ապրիլի 24-ը դարձավ հայերի բարբարոսական ցեղասպանության օր։ Մեր ուղերձը միջազգային հանրությանն այս է. մենք շնորհակալություն ենք հայտնում հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին եւ պահանջում, որ մյուս բոլոր երկրներն էլ հետևեն հայոց ցեղասպանության ճանաչման նրանց օրինակին։